Նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որոշ երկրներ խնդիր են տեսնում, որ Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո է, ուստի նպատակահարմար չեն համարում Նախիջևանով դեպի Երասխ երկաթգծի շարունակությունը, լուծման իր տարբերակն առաջարկեց։ Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի եւ Ռուսաստանի հետ, եւ Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունք։ Թե որ երկրներն են ընդգրկված հնարավոր բարեկամական երկրների ցանկում, Փաշինյանը չմանրամասնեց, միայն պարզաբանեց, այդ պետությունը Իրանը չէ։ Մինչդեռ օրեր առաջ հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, Ռուսաստանին են դիմել երկաթգծի Երասխ աղուրիկ հատվածը վերանորոգելու համար։ Փորձագետի պնդմամբ այս հայտարարությունները հակասում են իրար, մի շարք հարցեր առաջ բերում։ Ոչ միայն կապված են հանգամանքի հետ, թե որ երկրներն են դեմ եւ որ երկրներն են հավակնում Ռուսաստանից գնել այդ իրավունքը, եւ ոչ միայն այն հարցը, թե Ռուսաստանը պատրաստ է արդյոք այդ իրավունքը վաճառել, եթե ռուսներին Երևանը առաջարկելու է հրաժարվել կառավարման իրավունքից, ապա ինչ տրամաբանությամբ ռուսական կողմը պետք է նորոգի այդ հատվածները, նորոգի այլ ընկերության համար, հաստատի այդպես է ստացվում։ Ալիևը Մյունխենում փետրվարի 13-ին հայտարարել էր, Թրամփի ուղին չի նախատեսում շարունակություն դեպի Երասխ, այլ Նախիջևանով նախատեսում է շարունակություն դեպի Թուրքիա։ Այս լուծումը շրջանառվող դոմինանտ տարբերակն է, 224 կիլոմետր երկարությամբ կարճ Նախիջևան երկաթուղին, որը շրջանցելու է Հայաստանը, նախորդ սեպտեմբերից է կառուցվում։ Երկաթուղային ցանցից Հայաստանի դուրս մնալու պատճառը սակայն ռուսական կառավարումը չէ։ Թե ով է կառավարում Հայաստանի երկաթգիծ, բացարձակապես կապ չունի։ Ճանապարհները դեպի Հայաստան չպետք է բացվեն։ Մենք պետք է թույլ տրվի այսպես կոչված թրիփը կամ ինչպես իրենք են ասում Զանգեզուրի միջանցքը գործի զուտ իրենց շահերի համար, մնացածը իրենց պատկերացնում նույնը պետք է մնա։ Հայաստանը պետք է շարունակական լինի շրջափակման մեջ եւ կարս իր Նախիջևան ճանապարհը շրջափակումը պետք է խստացնի։ Այս ֆոնին հակառուսական քարոզչությունը Հայաստանի իշխանությունների օրակարգի մի մասն է դարձել։ Փորձագետի պնդմամբ սա նույնպես այդ փորձերից մեկն է։ Մոսկվան դեռ Փաշինյանի հայտարարությունից առաջ էր տեղեկացրել. Երևանի հետ նորոգումների վերաբերյալ առարկայական բանակցություններ կան։ Այն, որ սրան հետևում է Փաշինյանի վարձակալին փոխելու հայտարարությունը, ավելի է խորացնում այդ համոզմունքները։ Տպավորություն է ստեղծվում, որ այստեղ փորձ է արվում քարոզչական ինչ-որ հնարքով ստեղծել տպավորություն, թե Նախիջևանից Երասխ Թրամփի ուղին չի շարունակվում ոչ թե որովհետև Երևանը վատ է բանակցել, այլ որովհետև այդտեղ կա ռուսական գործոն եւ պատասխանատվությունը փաստացի այդպիսով հերթական անգամ գցել կամ նախկինների, որոնք Ռուսաստանին տվել են այդ իրավունքը, կամ հենց Ռուսաստանի գրպանը, որը մեծ հավանականությամբ նաև կարող է չհրաժարվել իր այդ իրավունքից։ Այսպիսով տարածաշրջանում երթուղային նախագծերը շարունակվում են ակտիվ քննարկել, սակայն վերջնական պայմանավորվածությունները դեռ ամբողջությամբ հստակ չեն։ Միևնույն ժամանակ հաղորդակցային նոր ուղիներից դուրս մնալու վտանգի ֆոնին ավելի հաճախ քննարկման կենտրոնում է հայտնվում ոչ թե ապագա երթուղիների ձևավորումը, այլ դրանց կառավարման եւ պատասխանատվության հարցը։ Սեդա Գյուրեղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։